Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նախընտրական մթնոլորտ Հայաստանում իշխանությունը զգուշացնում է Գյումրի 2 սցենարը չի կրկնվելու։ Սուրեն Պապիկյանը Թեհրանում է, ինչ է քննարկել գործընկերների հետ։ Կենցաղային վեճերից սպանություններ, անհանդուրժողականության ալիքը հատել է Կարմիր գիծը։ Բրյուսելը բարձրացնում է խաղադրույքը, ինչ է տրամադրում Եվրամիությունը Ուկրաինային ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին։ Հայաստանում նախընտրական կրքերը թեժանում են։ Ընտրությունից 4 ամիս առաջ իշխանությունը ակտիվորեն փորձում է շահել հասարակության սիրտը։ Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում անիմաստ էր համարում թոշակի բարձրացումը, նշելով, թե թոշակառուի տունը դրանից չի տաքանա, այսօր առավոտյան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունից 2 ամիս առաջ, ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա։ Վարչապետը նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10,000 դրամով, իսկ բարձր թոշակներն ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք եւ ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա եւ ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացնելը։ Առաջինը դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաեւ իրենց կյանքում։ Միաժամանակ իշխանությունը նաև ամենօրյա ռեժիմով զգուշացնում է, որ թույլ չի տալու Գյումրի 2 սցենարը, այսինքն որ ընդդիմադիր ուժերը միավորվեն եւ վերցնեն իշխանությունը։ Ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրի 2 սցենարի մեջ։ Դե առավազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Ես շատ անգիստ եմ, երբ որ քաղաքապետերը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են։ Ես ընդհանրապես մի վարքյան էլի, ներողություն էլի, մի վարքյան։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դե համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Բացի դրանից, բայց ես խնդիր չունեմ ընդդիմությունը, եթե կարողանա, թող միավորվի, ինչ դրանից։ Պարոն Ռուբինյան, Էջմիածնի քաղաքապետը կաշառքի համար հիմա դատվում է։ Մենք կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարն ու երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի։ Այս ֆոնին Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին խորհրդարանական ընտրությունում Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունից խուսափելու համար։ Ազատություն ռադիոկայանի ձեռքի տակ է հայտնվել Հայաստանի արտաքին գործերի նախարարի Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել էր արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ նմանատիպ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Մոլդովա անցյալ տարվա խորհրդարանական ընտրության ժամանակ։ Շենգավիթի 143 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Դանելյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, սահմանվել 2 միլիոն դրամ գրավ եւ պաշտոնավարման կասեցում։ Հայտնում է դատախազությունը։ Հիշեցնեմ, որ Դանելյանին վերանշանակումից ընդամենը 2 օր անց ձերբակալել են գույքի հափշտակության եւ կաշառք ստանալու համար։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին եւ կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է, իսկ երկուսը տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ մահացածը զինծառայող էր։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում անհանդուրժողականությունը հասել է բարձր մակարդակի։ Կենցաղային և անձնական վեճերը հաճախ ավարտվում են ողբերգությամբ։ Ով է պատասխանատուն, մանրամասները Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հենց այստեղ են կարճ զրուցել, հետո վիճել, որից հետո 45-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է 31-ամյա Ռուբենին։ Չեն կարող ոչ մի բան ասել, որտեղ տեղում չենք ելել, որ տեսնենք կամ իմանանք։ Փակել այսինքն այստեղ։ Փակ չէր, այդ ամեն ինչ եղել է, օբյեկտի ներսում չի ելել, օբյեկտի հետ կապ չունեցող։ Դուրս նայել ես, մենք իրանց հետ չենք ելել։ Մենք մեր աշխատանքի վայրում ենք եղել։ Այստեղից որևէ բան չէ։ Այլևս ոչինչ չեմ կարող ասել։ Ուշ ժամ էր, հարակից խանութները փակ էին։ Մենք չենք տեսել, պատմում են խանութպաններն ու աշխատակիցները։ Խանութից դուրս չեն գալիս, էլի չենք շփվում։ Մենք էլ ձեր նման լսել ենք։ Օրինակ ես էլ եմ բանով եմ նայել, էլի տեսել։ Ինչ-որ վնասել է խանութը։ Բացարձակ։ Ոստիկանները հարցաքննել են նրանց, վերցրել տեսանյութը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանցագործության համար կասկածվող 45-ամյա Զովունեցին անսթափ վիճակում է եղել։ Իր անունով հաշվառված Սայգա տեսակի որսորդական ակոսափող հրազենից է կրակել։ Հայտնի է, որ Ռուբենը ոտքի հատվածում ստացել է ծանր վիրավորում ու տեղափոխվել հանրապետական հիվանդանոց։ Ինչ վիրավորում էր ստացել ոտքի հատվածում, որ մահացու էր, հիվանդանոցից չասացին։ Միայն նշեցին, որ նախաքննության ընթացք է, որևէ տեղեկություն չեն կարող հայտնել։ Քննչական կոմիտեն էլ այսպես մեկնաբանեց։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։ 45-ամյա տղամարդուն ձերբակալել էին 11-րդ փողոցում։ Նա մեքենան թողել էր դեպքի վայրում եւ փախուստի դիմել։ Հանցագործության համար կասկածվող տղամարդը 2 ամսով կալանավորվել է։ Ըստ մեր տեղեկությունների, սպանված տղամարդը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Նախորդ շաբաթվա ընթացքում սպանության մի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում, մեկը մյուսից դաժան։ Ինչու են հաճախացել դեպքերը։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը մի քանի պատճառ է առանձնացրել։ Հիվանդացած հասարակություն, ատելության խոսքի տարածում համացանցում եւ դաստիարակչական ֆունկցիայի համակարգային քայքայում։ Այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով մենք տեսնում ենք իրավապաշտպան մարմինների գործունեությունը արդեն որպես պատժիչ, երբ որ հանցանքը կատարված է, բայց հանցանքների կանխարգելում համարյա չկա։ Ամոթի ֆունկցիան չկա, միմյանց հանդեպ վերահսկում չկա, որովհետև մենք դա համարում ենք ավանդապաշտություն եւ շատ վաղուց արդեն վատաբանում ենք։ Հանցագործությունների կանխարգելման գործառույթը բացակայում է, նշում է Աթանեսյանը։ Բացի այդ, հասարակությունում մտադրված քայքայում են ազգային արժեքները, իսկ ամոթն ու զսպվածությունը ներկայացնում որպես թուլություն։ Բարի, զիջող, բանակցող մարդը պետք է օրինակ լինի պետական մակարդակով, ընդգծում է Աթանեսյանը։ Մինչդեռ հայ հասարակությունում գնալով պակասում է այն, երթևեկությունից մինչև դպրոցներ, դպրոցներից բուհեր ու համակարգեր։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում է։ Այցի ընթացքում նրան ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Վերջինս հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Իրանի նախագահի խոսքով երկու երկրների հարաբերությունները կարող են ել ավելի խորանալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում։ Պապիկյանը նաև հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին։ Թեև կողմերը դեռ չեն մանրամասնում Երևանն ու Թեհրանը քննարկում են արդյոք ռազմատեխնիկական գործակցության հարցերը, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ ապագայում հնարավոր է համատեղ զորավարժություններ անցկացվեն։ Նա ընդգծել է, որ հայ-իրանական սահմանը մնում է խաղաղության եւ կայունության ամուր երաշխիք։ رهبران دو کشور و سیاستمداران
Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր են ապագայում ևս տեղի ունենան եւ հնարավոր են ապագայում ավելի մասշտաբային լինեն։ Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող գործակցության եւ կապերի մասին։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ եւ ավելի խորացնելու արդեն իսկ առկա գործակցությունը։ Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա եւ սահմանի անխզելիության, նաեւ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա։ Հայաստանում Իրանի դեսպանը, որը շաբաթներ առաջ դժգոհում էր, թե իշխանությունը թույլ է տալիս հայաստանաբնակ իրանցիներին ցույցեր անել դեսպանատան դիմաց, երեկ արդեն շնորհակալություն է հայտնել Երևանին համարժեք պատասխան տալու համար։ احتمام زیادی داشتن در مدیریت این شرایط. Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, քանի որ համապատասխան քայլեր ձեռնարկվեցին այս իրավիճակում։ Այն իրադարձությունները, որոնց մենք ականատես եղանք Իրանում, ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, որոնք պետության կողմից համապատասխան ճանաչում ունեցան։ Սակայն այնուհետև արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված որոշակի խմբեր փորձեցին այս շարժումը տանել այլ հունով եւ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Այս ընթացքում հայտարարում են նաև Թեհրան-Բաքու նոր գործակցության մասին, կամուրջ Արաքսի վրա։ Սա Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր ճանապարհ է։ Իսկ հնարավոր է արդյոք, որ կամուրջը փոխարինի Միջանցքին եւ ինչու էին Երևանն ու Բաքուն մշակում թրիփը կամ այսպես կոչված Զանգեզուրի Միջանց նախագիծը, եթե տարածաշրջանի խաղացող Թեհրանն ուներ այդ տարբերակը։ Ինչ է փոխում նոր կամուրջը եւ այն փոխում է արդյոք խաղի կանոնները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են Արաքս գետի վրա Աղբանդ Քելալե կամրջի կառուցման ավարտի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, այն դառնալու է այսպես կոչված Արաքսի Միջանցքի մաս եւ կապելու է Ադրբեջանը Նախիջևանին Իրանի տարածքով։ Այս կամուրջը կառուցվել է Արաքսի այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի շրջանում։ Պատմականորեն Արաքսի վրա կամուրջներ եղել են նաև նախկինում, օրինակ Խոդաֆերիի կամուրջը, որը ջրականի ու Իրանի սահմանին է, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կա նաև գործող սահմանային անցակետ Աստարայում, որը կապում է Ադրբեջանի եւ Իրանի Աստարա քաղաքները։ Սակայն սրանք երբեք չեն ունեցել այն ռազմավարական նշանակությունը, որը Բաքուն այժմ վերագրում է նոր կամրջին։ Իրենց մոտ կա այդ գիտակցումը, գուցե նաև մտավախությունը, որ թեկուզ եւ Հայաստանի տարածքով Սյունիքով իրենք ճանապարհել ունենան, այնուամենայնիվ իրենց Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնությունները դա կլինի տարածաշրջանային քաղաքականությունը կլինի եւ այլն, այնուամենայնիվ գուցե իրենք գիտակցում են, որ ինչ որ իրավիճակում կարող են բախվել այնպիսի մարտահրավերների հետ, խոչընդոտների հետ կամ շահերի բախման հետ, որը կարող է փակուղի տանել թեկուզ եւ Հայաստանով անցնող իրենց ցանկացած ճանապարհը։ Փաստացի Բաքուն մոտենում է տասնամյակների իր նպատակին ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Թեհրանը դեռ վաղուց հայտարարել էր պատրաստ է իր տարածքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին պայմանով, որ չխախտվեն Հայաստանի, մասնավորապես Սյունիքի սահմանները։ Իրանը փորձեց, որ այլընտրանքային ճանապարհ առաջարկի Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը զերծ մնա իր նկերդումները Հայաստանի վրա։ Իսկ այս պարագայում այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի պահանջը դուրս է գալիս օրակարգից։ Փորձագետների գնահատմամբ ոչ։ Իրանի տարածքով անցնող ճանապարհը լինելու է Թեհրանի իրավազորության ներքո։ Իսկ Հայաստանի տարածքով նախատեսվող տարբերակը Բաքուն ցանկանում է արտատարածքային ռեժիմով առանց Երևանի լիարժեք վերահսկողության։ Իրանի համար սա ուներ որոշակի նաև այլ ռազմավարական նշանակություն։ Այն տրամաբանությամբ, որ մինչ այժմ ինչպես որ ճանապարհ տրամադրել ենք ձեզ, կարող ենք ձեր ներկայացած պահանջներին համապատասխան դարձյալ նոր ճանապարհ տրամադրել, ապահովել այդ բոլոր ստանդարտներով ճանապարհը, բայց ձեռնպահ մնացեք Սյունիքի նկատմամբ ձեր
հավակնություններից։ Փորձագետների խոսքով աղբանդի կամուրջը կարող է դառնալ Զանգեզուրի միջանցքի տեխնիկական այլընտրանքը, բայց սա չի լուծում այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերը, որոնք Բաքուն փորձում է լուծել Սյունիքով անցնող ճանապարհի տարբերակով։ Այսինքն, եթե նույնիսկ Իրանի ճանապարհը գործի, միջանցքի թեման ամբողջությամբ օրակարգից չի հանվի։ Իրեն մինչև վերջ պահանջելու են, ինչքան կարողանան ստանան իրան կփորձեն ստանան, բայց Իրանը այդ քայլերով միշտ փորձել է չզուգացնել այդ վտանգները Հայաստանի վրայից եւ որոշ չափով էլ հաջող է եղել։ Այսպիսով Արաքսի վրա կառուցված Աղբանդ Քելալե կամուրջը պարզապես նոր ենթակառուցվածք չէ, այն տարածաշրջանային նոր հաշվարկի մաս է։ Եթե Իրանի տարածքով կապը լիարժեք գործարկվի, Ադրբեջանը փաստացի կստանա Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցություն շրջանցելով Հայաստանը։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց։ Բաքվին բավարար է արդյոք Իրանի վերահսկողությամբ ճանապարհը, թե Զանգեզուրի միջանցքը շարունակում է դիտվել որպես ազդեցության, վերահսկողության եւ քաղաքական ճնշման գործիք։ Փորձագետները փաստում են, Արաքսի վրա կառուցվող կամուրջը միայն տրանսպորտային նախագիծ չէ, դա նաեւ տարածաշրջանի ապագա ուժային բալանսի մասին է։ Սեդամակարյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Միացյալ Նահանգները ուժեր է կենտրոնացրել Իրանի սահմաններին եւ սպառնում է գրոհել, եթե միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն չհաստատվի։ Իրանի փոխարգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Վաշինգտոնի հետ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացնում է, որ Կիևին տրամադրվող ցանկացած աջակցություն, հատկապես միջուկային տեխնոլոգիաների հարցում, կընկալվի որպես ուղիղ սպառնալիք իր անվտանգության համար եւ կստանա կոշտ պատասխան։ Ռազմական միջուկային ներուժ ձեռք բերելու հարցում Կիևին աջակցելու ցանկացած քայլ մեր կողմից կընկալվի որպես մեր երկրի անվտանգության համար ուղղակի կրիտիկական սպառնալիք ստեղծելու փորձ, ինչին կտրվի անխուսափելիորեն կոշտ պատասխան։ Մի շարք եվրոպական երկրների ղեկավարների Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների եւ գործողությունների համատեքստում, որոնք շարունակում են խրախուսել Արևմուտքի կողմից հրահրված ուկրաինական ճգնաժամի հետ կապված առճակատումը, մենք կրկին զգուշացնում ենք միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման ռիսկերի եւ համապատասխանաբար դրա հնարավոր ծանր հետևանքների մասին։ Իսկ Եվրոպական միությունը ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին պատրաստ է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ սա ոչ միայն ֆինանսական օգնություն է, այլ նաև իրական գործիք, որը պաշտպանում է երկրի անվտանգությունն ու ամրապնդում կայունությունը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել Ուկրաինայի, նաև Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեմ, եթե նրանց միջուկային տեխնոլոգիաները փոխանցվեն Կիևին։ Պեսկովն էլ ասել է, որ Փարիզի եւ Լոնդոնի կողմից Կիևին միջուկային ռումբ փոխանցելու մտադրությունը միջուկային իրավունքի կոպիտ խախտում է։ Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, զոհվել է օդաչուն։ Կործանիչն ընկել է Բալաքեսիրի ավիաբազայից դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Կործանման պատճառը դեռևս անհայտ է։ Հրապարակվել են Մոսկվայի Սավիոլովսկի կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի կադրերը։ Պայթյունը տեղի էր ունեցել լույս փետրվարի 24-ին։ 22-ամյա մի տղամարդ մոտեցել էր ոստիկանական մեքենային ու պայթեցրել այն, որի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, վիրավորվել 2-ը։ Պայթյունն իրականացրած անձը նույնպես մահացել է։ Դոնալդ Թրամփը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնների, Սպիտակ տուն են այցելել Միացյալ Նահանգների տղամարդկանց հոկեյի հավաքականի մարզիկները։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վտանգված է։ Հայտնի նարկոբարոնի սպանությունից հետո ընդունող երկիր Մեքսիկայում քաղաքացիական անկարգություններ են սկսվել։ Ֆուտբոլային ամենակարևոր իրադարձություն Մոնտերեյում եւ ներկայումս շրջափակման մեջ գտնվող Գվադալախարայում։ Գվադալախարան սակայն ներկայումս ողողված է զինված մարդկանցով, որոնց մտքին մի բան է՝ վրեժխնդրությունը։ Նյու Յորքում ձյան պատճառով փակվել են դպրոցները, դադարել է երթևեկությունը, իսկ կենտրոնական այգին վերածվել է խաղահրապարակի։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում առգրավել են տանկեր։
Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականը, այն անվանելով պատասխանատվության դրսևորում։ Մոսկվայում մարտի 1-ին 60 միլիոն ռուբլի մեկնարկային գնով աճուրդի կհանվի Այվազովսկու լուսնկա գիշերը Ղրիմում կտավը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։